Սոցիալական ցանցերում բավականին քննադատություններ կան դատավճռի հետ կապված, դուք ինչ կարծիք ունեք, արդյոք իրավական առումով այս դատավճռը որևէ խնդիր ունի։ Ես ուղղակի չեմ ուզում մեկնաբանել որևէ կերպ այս դատավճիռը, որովհետև սոցիալական ցանցերում եթե անդադ հետևենք ինչպիսի քննադատություններ են լինում, որևէ տեղ չենք հասնի։ Մինչև այս գործի հարուցումը նույն սոցիալական ցանցերը քննադատում էին, որ կան մարդիկ, որոնք հեղաշրջման կոչեր են անում, որոնց մեջ մտնում էր նաև Աջապահյանը, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Հիմա տեղի է ունեցել կոնկրետ դատավարություն եւ տեղի է ունեցել այս ողջ ընթացքը կա դատավճիռ, հիմա բոլորը քննադատում են եւ ըստ ճաշակի որոշում են թե որքանով իրավաչափ է, որքանով իրավաչափ չէ։ Ես որևէ մեկի գրառմանը չեմ արձագանքում եւ ընդհանրապես զերծ եմ մնում այս վճիռը որևէ կերպ մեկնաբանելուց, որովհետեւ դրա մեկնաբանություն տվողը ես չեմ, թող իրենք արդեն բողոքարկեն եւ բոլոր ձևերով գնան ինչպես կարող են։ Ես որևէ կերպ չեմ մեկնաբանում։ Ձեր կարծիքով իրավաչափ է այդ մեկնաբանում, որովհետեւ ես չեմ մեկնաբանողը։ Սա իմ ֆունկցիաների մեջ ընդհանրապես չի մտնում մեկնաբանել դա իրավաչափ է թե իրավաչափ չէ։ Նույն դիմեն համապատասխան ատյաններին, որտեղ որ որոշվում է իրավաչափության հարցը։ Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր, այդ թվում նաև իրավաբաններ, փաստաբաններ նշում են, որ մարդը արարք չի կատարել, զուտ խոսք է եղել, որը հնչեցվել է եւ չեղած արարքի համար այսպես կոչված մարդուն դատապարտում են։ Ես նորից չեմ ուզում այդ մարդկանց մեկնաբանել, իսկ երբ որ տեղի է ունենում արարք, հետո մարդիկ չեն գալիս, սկսում մեկնաբանել, բա որ կոչեր էին անում, ինչով էր զբաղված իրավապահ համակարգը։ Իրավապահ համակարգը նախ եւ առաջ կանխարգելիչ գործունեություն պիտի ծավալի, հետո նոր արդեն մնացածը։ Հետևաբար նորից մեկնաբանել, թե ինչը ոնց, ինչու եւ ինչպես պետք չէ կոչերով ընդհանրապես կարծում եմ պետությամբ եւ պետականության դեմ հանդես գալ դա կարծում եմ բոլորս պիտի իմանանք։ Ավելի շատ ասում են, որ սա ոչ իրավաչափ է այն առումով, որ քաղաքական մոտիվացիա է պարունակում եւ քաղաքական հենքի վրա է։ Որևէ քաղաքական հենք չկա, որևէ քաղաքական մոտիվացիա չկա, քաղաքական բանտարկյալների մասին այս խոսույթը ուղղակի զարգացնելու մի հերթական միտում եմ ես այստեղ տեսնում, որևէ բան չկա։ Կան համապատասխան ատյաններ, թող դիմեն եւ մարդիկ ստանան իրենց պատասխանները, չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես։ Աջապահյանին քաղբանտարկյալ են համարում, դուք այս առումով ինչ մեկնաբանություն եք։ Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետություն քաղբանտարկյալներ չկա, բոլորն էլ դա գիտեն։ Այսինքն ինչպես հասկանանք, եթե մարդը ոչ իրավաչափ գործողություն է կատարում, սակայն դա ուղեկցվում է իր քաղաքական գործունեությամբ, ապա բոլորը պիտի համարեն քաղբանտարկյալ։ Այս խոսակցությունն այնքան ծեծված խոսակցություն է, որ նորից դրան անդրադառնալը ես համարում եմ անիմաստ։ Ում համար ուզում եք ասեք, ուզում եք Սամվել Կարապետյանի հացով ասեք, ուզում եք Աջապահյանի, ում հետ կապված ուզում եք ասել։ Ում պետք է քաղաքականացնել process-ը եւ մարդկանց հռչակել քաղբանտարկյալ, դա անում են, որովհետեւ իրենք այդ ուղղվածությունն ունեն եւ դա է իրենց քաղաքական գործունեության առանցքի մի մաս կազմում։ Հետևաբար նորից խոսել, բա Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եկեք մի հատ ու եւ այդ ասողներն են մարդիկ են, ովքեր Հայաստանի Հանրապետությունում երբ եղել են քաղբանտարկյալներ, գլուխները բացին դրել, հանգիստ քնել են, ասելով որ քաղաքական բանտարկյալներ չկան, ովքեր որ տոնածառի դնելու համար մարդուն ձերբակալում էին։ Հետևաբար եկեք այս խոսակցությունը ընդհանրապես փակենք։ Եվ ասում են, որ Աջապահյանը նաեւ նախկին իշխանություններին է քննադատել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, բայց այսպիսի վերաբերմունքի գնահատականի չի արժանացել։ Հասկանալ չվերջացեցինք Աջապահյանի հետ կապված մեր հարցերը։ Ես այլևս բան չունեմ ավելացնելու այդ մարդու հետ գործունեության հետ կապված, որովհետև ես իրեն առասարակ չեմ էլ հետևել։ Իսկ դատական նիստերը, որ ստացվում էր, որ ավելի արագ էր այդ նիստերը դատական նիստերին եւ ասացի իր հետ կապված բոլոր ձեր հարցերի շրջանակին ես պատասխանեցի եւ այլևս ավելացնելու բան չունեմ, շնորհակալություն։